Ողջույն սիրելիներս, ողջույն հարազատներս, այսօր մայիսի 1-ն է, սրտանց շնորհավորում եմ աշխատավորների օրը, սիրելի հետևորդներ ջան։ Ցանկանում եմ աշխատավորներին ուժ, եռանդ, առողջություն։ Հիշում եմ տարիներ առաջ, որ գնում էինք շքերթի մայիսի 1-ին, գոռում էինք կեցցե մայիսի 1-ը, դրոշակներով, փուչիկներով զարդարված, կրկին անգամ շնորհավոր ձեր տոնը, սիրելի աշխատավորներ, իմ հայ ժողովուրդ։ Այսօր թորնիկս դուրս է եկել հողամաս և սկսել է իր աշխատանքը։ Մանգալից է սկսել, մանգալը մաքրում է, հերթով, կարգով դասավորում է։ Ցույց կտամ, թե ինչ է անում ընթացքում։ Շատ ցեխ է, բայց ինչ արած սիրելիներս, պետք է զբաղվենք մեր հողամասի գործերով։ Սիրով աշխատում է թորնիկս, օգնում է մեզ։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ եղանակը անպամած, տեսնում եք, ցույց եմ տալիս։ Ամպերը սևացած, կուտակված և մի քիչ էլ ցրտոտ է։ Բայց դուրս է եկել և սկսում է աշխատել հողամասում։ Ես էլ սիրով ձեզ հետ միասին մի փոքր շրջագայենք հողամասում և սիրով ցույց տամ։ Փոփոխություն կա բավականին, տեսնում եք, մեր հաղարջները լավ արդեն տերևակալել են։ Մեր ծորակը արդեն աշխատում է, սիրելի հետևորդներ ջան։ Արդեն բացել ենք ծորակը, որդիս բացել է։ Տեսնում եք, լավ աճում են։ Իսկ այս երկու հաղարջները այդպես էլ չեմ հասկանում, թե ինչից է, որ ճիշտ է թուփը տալիս են, տեսնում եք, լավ է, երևի այդպես է, այդ գույնի է։ Բավականին անցած տարի, 3-րդ տարին է այդ հաղարջները մալինան, կոմպոտ ենք պատրաստել, վարենի են պատրաստել են խոշոր հաղարջներից, որ կռուժովնիկ է, այս սա կռուժովնիկ է։ Լավ աճում են, ուղղակի քամին վնաս տվեց բավականին, ծառ կոտրեց, խնձորի ծառը, ցույց կտամ։ Մնացած ծառերը դեռ չգիտեմ, ցուրտը տարավ, թե չէ։ Սա ասեցին կյուզենիներ, փոփոխություն չկա, ոնց ցույց է տվել, այդպես էլ մնացել է։ Բայց խնձորենին լավ աճում է, տերևները լավ բացվում են։ Մալինան է, նորից լավ արդեն տերևներ է տվել։ Տակերը կմաքրենք, եթե եղանակ անի, վաղվանից կսկսեն արդեն ջերմոցը դատարկել, մաքրել, որովհետև պետք է սածիլները անենք արդեն, էլ թողնել հնարավոր չի։ Մեծանում են, սիրելի հետևորդներ ջան, շատ են մեծանում։ Սա էլ ելակներն է, ցույց եմ տվել։ Մի հատ էլ ցույց տամ, սիրելիներս։ Կեռասենին լավ արդեն տերևներ է դուրս տալիս, վնաս չի տվել կեռասենուն։ Նանան է, քաղելու եմ, տանեմ, թեյ պատրաստեմ, միասին խմենք։ Սա էլ թարխուններն են, ցույց տալու վրա բավականին մեծացել են։ Սա էլ գիլասի ծառ է,
Խաղողը հանել ենք, չգիտենք ցուրտը տարել է թե ոչ։ Մի քանի օրից զգացնել կտա խնձորենին, հերթով գնանք հասնենք կոտրված խնձորենուն։ Այստեղ է թորնիկս ուզում մաքրել։ Այս ցախ, մախը, սախ պետք է մաքրենք, վերացնենք։ Այս խնձորենի մասին էի խոսում, բավականին մեծ ծառ է, բայց ինչ արած։ Քամին կոտրեց։ Այնենց լավ խնձոր էր, սիրելի հետևորդներ ջան, անուշ համով խնձոր էր, այն որ ասում են սարդ, մի թուշը կարմիր, մի թուշը դեղին խնձորենի էր։ Ափսոս է, բայց ինչ արած, եթե այդպես ստացվեց։ Ինչ կարող ենք անել, եղանակի դեմ ոչինչ, բնության դեմ ոչինչ չեն կարող անել։ Ինչ ես անում, Գարուշ ջան։ Փետերը փոքրացնում եմ, որ բոշկայի մեջ լավ վառվի։ Հա, այդ հավաքում ես, չորացած ցախերը վառես, հա։ Այսպես փետերով, որ կրակը լավ։ Հա, կրակը փչան անես։ Եղավ։ Դե մի հատ էլ բարևի մեր հետևորդներին ձեռով։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Մեզ մոտ առավոտյան ժամը 11-ն է, սիրելիներս։ Թորնիկս իջել է եւ զբաղվում է մաքրությամբ, օգնում է։ Ինչքան հնարավոր է ցախերը, այդ մանր-մունրը հավաքի, հետո որ մի քիչ էլ չորանա սկսեն։ Հիմա ցախ եմ մանրացնում, որ հին բոճկայի մեջ պետք է վառենք, սիրելի հետևորդներ ջան, այստեղ կրակ չեն թողնում, որ կրակ անենք, անպայման պետք է բոճկայի մեջ վառենք եւ քիչ քանակությամբ, որ ծուխը շատ չբարձրանա վերև, չեն թույլատրում, վերևից նկարում են եւ դուգանում։ Սիրելիներս, ինչպե՞ս եք։ Տատի, վերցնում ես սառը տեղ նստել։ Վայ մեռնեմ իմ տղային, ապրի տղաս, տեսնում եք, ինչ խելացի է տղաս։ Նստել եմ դուրսը աթոռին, դե անձրև է եկեց, սառն է, ասի մի քիչ զրուցեմ հետևորդների հետ, բերել է շոր եւ ասում են չես նստես սառը տեղը։ Տեսնում եք ինչքան ոնց ասեմ, ջերմ եւ մտածող է, այո, հարգող է, մեծին հարգող է շատ։ Մեր թորները, մեր երեխաները, մեր ընտանիքի արտացոլանքն են, հայլին են, մեր կյանքի ապագան են, սիրելիներս։ Երեխան ինչ տեսնում է, նա էլ սովորում է, համաձայն եք ինձ հետ։ Ասեմ, որ սառն է եղանակը, բայց հաճելի է, ուզում եմ հենց այստեղ էլ միասին կոֆե խմենք։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր ձեզ հետ միասին կոֆե չեմ խմել, հենց այստեղ էլ մաքուր օդին կխմենք միասին կոֆեն։ Առավոտվա կոֆեն խմել եմ հարսից հետ միասին, որդուս հետ միասին, բայց ձեզ հետ միասին դեռ չեմ խմել, կխմենք միասին հաճույքով դրսում։ Սեփական տունը շատ լավ է, սիրելիներս, որ դուրս ես գալիս, նստում ես, վայելում ես, ճիշտ է, շատ ես աշխատում, հողի հետ գործ ունես, առանց դրա էլ ես չեմ կարող, օրինակ, չեմ կարող առանց հողի։ Մենք սովոր ենք, գյուղում էլ ենք ապրել, հող ենք ունեցել, մշակել ենք, իսկ այս տարի չեն թողնում, որ ես մոտենամ հողին։ Սիրելի հետևորդներ ջան, որովհետև ոտքը շատ ուռել է, համարյա կաղալով եմ քայլում, որտև ցավին չեմ դիմանում, չգիտեմ ինչու կապտել է, պետք է գնամ անպայման մի հատ նկարել տամ ոտս։ Ճանի մասը եւ կրունգի մասը շատ ուժեղ ցավեր ունեմ։ Բայց ինչքան էլ չթողնեն, ես պետք է օգնեմ իրենց։ Իրենք սիրով են անում, հարսել, որդիս էլ սիրում են հողագործություն, հողի հետ աշխատել։ Կամանց հələ դեռ այս մեր հողամասը կձևավորվի, պլաններ ունեն ուրիշ ձևի հողը, ոնց որ ասած, ձևավորում տան, չգիտեմ,
առաջ Աստված։ Մեր պլաններ իրագործողը Աստված է։ Ճիշտ է, մենք ցանկություն ունենք, մտածում ենք, սենց անենք, ընենց անենք, ստեղ էդ անենք, այն անենք, բայց առանց Աստծու, առանց Աստծու օրհնության չենք կարող ոչինչ անել։ Առաջնահերթ սիրելիներս, առողջություն լինի, ամեն ինչն էլ հերթով, կարգով, կանոնով կգնա։ Շատ ուրախ եմ, որ թոռնիկս էլ է աշխատասեր, լսող, լավ սովորող, ասեմ, որ շատ լավ սովորում է, իր մասնագիտությունն էլ շատ լավ սիրում է, սովորելու համար, լավ սովորելու համար թոշակել է ստանում, գիտեք, չնայած չնչին կոպեկներ է, բայց ոգևորվում է երեխան, ավելի է սովորում, չնայած ինքը խելացի, շատ չափված, ձևված տղա է։ Սա էլ թոռնիկից գովացի, հիմա կասեք տիկին Մարինե շատ գովացիր, իրոք գովելի է իմ թոռնիկը, իրոք, ամեն հարցում, շատ մարդասեր, մարդամոտ, ոնց ասեմ, հարգանքով, մեծին հարգող, մեծին խոսքը լսող, դուրս է գալիս շրջապատում հարգված, մեր հարևանները միշտ գովում էին, որ ապրում էին Կվարտիրայում, միշտ։ Եթե մի ծերքին տեսնի, ձեռքը ծանրոց պետք է անպայման օգնի տատիկների նկատմամբ շատ հարգանք ունի սիրելիներս։ Հիմա դուրս է եկել, տեսնենք հələ ինչ կհասցնի անել։ Չնայած չի վառվի, որովհետև սիրելիներս այնքան անձրև է եկել, ցախերն էլ բոլորն էլ թաց են։ Ձեզ էլ սիրով ցույց տվեցի քարերը, սիրելիներս, այո, շատ կգեղեցկանա շուտով մեր բակն ու դուռը, ոնց որ ասած, որի համար շատ ուրախ եմ։ Դուք էլ ինչ գործ բռնել եք, թող Աստված օրհնի սիրելիներս։ Ինչ ցանկություններ, իղձեր ունեք, նպատակներ, թող Աստված իրագործի։ Առանց Աստված մենք ոչինչ ենք։ Աստծու կամոք թող ամեն ինչ իր հունով գնա։ Այսպես նայում եմ շուրջ բոլորս, սիրելիներս։ Մի պահ գնում եմ Հայաստան, մեկ-մեկ նստում եմ, մտածում եմ։ Արդեն գիտես, որ մեծանում ես, տարիքի հետ կարոտը ավելի է շատանում, արդեն սկսել են մոտոցիկլիստները բան անել, քշել։ Կարոտը ավելի է մեծանում, կարոտում ես քո ծննդավայրը, այնտեղ որտեղ ծնվել ես, քո բնորանը, քո երեխաների բնորանը, որտեղ ունեցել ես, մեծացրել ես, իհարկե, մեր կամքով չենք ցրիվցական եղել աշխարհով մեկ, այլ դե բոլորս էլ հասկանում ենք, ինչի պատճառով ենք տնից դուրս եկել եւ այդպես օտար հողի մեջ տուն կառուցել, համարում ենք օտար հողը մերը, բայց ինչքան էլ մեծանանք, ինչքան էլ ապրենք, սիրելիներս, հուզմունքից կոկորդս լցվում է, միևնույնն է, օտար հողը մերը չէ։ Միշտ մտածում եմ, որ երբ ենք վերադառնալու։ Ամեն ինչի մասին էլ մտածում ենք, անում դնում ենք, ճիշտ է, մերն է, մեր ստեղծածն է, մեր արած դրածն է, պետք է վայելենք, բայց մեծ ցանկություն կունենայի, որ այդ բոլորը Հայաստանում վայելեի, իմ թոռները Հայաստանի համն ու հոտը զգային, Հայաստանի գեղեցիկ վայրերը գնային, Հայաստանից բնորաշխարհը տեսնեին, Հայաստանից համն ու հոտը ուրիշ է, քաղցրամրգերը ուրիշ են, ճիշտ է, գնում են, երկու անգամ են արդեն գնացել, բայց դա չի, պետք է ապրես, որ վայելես, այսքանը սիրելիներս, գիտեք, ես էլ եմ շատ սիրում, գրում են, ինչ չէ գնում Հայաստան, բոլորի նման իմ հայրենիք ինձ համար շատ թանկ է, իմ հայրենիքը Հայաստանը առաջի տեղում է, սիրում եմ և շատ մեծ ցանկություն ունեմ ապրելու Հայաստան, Աստծու կամոք ամեն ինչ դեռ առջևում է, ամեն ինչ որ լինի Աստծու կամոք, ես էլ Հայաստան կգնամ և Հայաստանում էլ կապրեմ սիրելիներս, քանի որ այստեղ ենք ապրում, այստեղ ենք ստեղծել
մեր օջախը, այստեղ են ամուսնացել իմ երեխաները, իրենց տունն ու տեղն ունեն, այստեղ ենք ապրում, այստեղ արարում, այստեղ աշխատում եւ այստեղ էլ մեր հողն ենք մշակում։ Այսքանը, ես ձեզ հետ անկեղծ եմ եւ սիրով էլ կիսվում եմ, սիրելիներս, սիրում եմ անկեղծություն, քանի որ դուք իմն եք, կիսվում եմ ամեն ինչի մասին։ Իսկ հիմա տեսնենք, թե թորնիկս կրակը վառեց, թե չէ, ցախերը թաց են, շատ տանջվում է։ Գարուշիկ ջան, ինչ ես անում, վառվեց։ Վարվում եմ, հա։ Հա, ապրի տղես։ Որդներ ջան, կոֆեն տեղ հա Սավտիկին Մարինեի։ Դուք էլ ձերը դրեք, միասին այսօրվա կոֆեն խմենք, դեռ միասին չենք խմել այսօր կոֆե։ Թորնիկիս ասեցի խմենք, չուզեց, առավոտյան ապարատի կոֆե խմել է, հիմա չի ուզում։ Ընդհանրապես կոֆե չի սիրում, մեր այս ջազվայի կոֆեն չի սիրում խմել, չի էլ խմում, ապարատի կոֆեն էլ մեկ-մեկ խմում է, սիրում է առավոտները, օրը մի անգամ, շատ չի խմում։ Մի քիչ արև դուրս եկավ, զգացիք սիրելիներս, թող դուրս գա, չորանա։ Գարուշիկ ջան, կողքս նստեցիր, դուխի հոտ է գալիս։ Հա, առավոտն եմ փչեն։ Շատ սիրում է պարֆում օգտագործի։ Դուխի հոտ ունի անձամբ իր համար առանձին ունի, ոչ մեկը չեն ձեռ տալիս։ Սիրում է այդ հոտը, որ հոտնա Գարուշիկ։ Անտոնիո Բանդերաս։ Անտոնիո Բանդերաս, սիրում ես այդ հոտը, քեզ դուր է գալիս։ Արդեն մի մոտակա 2 տարի են գրավ փչում։ Հա, ուզիջան։ Չի կպնի, կպավ, հա, դե լավ։ Տեսեք, նորից մթնդեց։ Ցուրտ է Գարուշիկ ջան, գնանք ներս։ Արևը հենյանից։ Հա, դուրս է եկել, բայց մի փոքր շողերը գցեց, հետո էլ արդեն մթնդեց։ Հիմա էլ գնանք մարաժոները, սիրելի հետևորդներ ջան, ցույց տամ եւ մեր վայրին նուշը արդեն բողբոջել է։ Լրիվ չէ, չի բացվել, բայց կա արդեն։ Դեղցենու ծաղիկի նման է, շատ կարմիր, սիրուն գույն ունի։ Այսօր ցեխա, չէ։ Չարժի այսօր, որովհետև հələ տես ոնց է տպնվում։ Չէ, այսօր չէ, այսօր քո տան գործերը։ Ահա։ Այսօր էստաֆետը հարցից եմ հանձնել, ոչ մի բան չեմ անում, սիրելիներս։ Դուրս եմ եկել, թորնիկս աշխատում է, ես էլ իր աշխատանքով հիանում եմ։ Մի հատ էլ շրջեցիմ, հիմա էլ շրջելով այս փոքրիկ մարգարիտկաները, այս կողմի վրա էլ կա ծաղիկները ցույց տամ, գնամ ներս։ Վաղվանից արդեն բուրըն աշխատանք է սպասվում։ Մաքրենք, որ սածինները բերենք։ Թացա, իհարկե, անձրևներն այդքան եկել են, այդ տիտակը կարած դնես։ Վառեց երեխան, կպավ, բայց մխած ու հանգավ։ Չէ։ Դրանք ինչներիս է պետք, այ բալամալա, ոչ մի բան էս դե պետք չի։ Պետք կլի այն ուղի ծառերից մի երկու հատ կբերեն, դրանք էլ բեր վառին։ Երկարներից։ Սաղ ծառը, այլի շուրջ բոլորներս։ Մարաժոները էլ են լավ։ Հա, ցուրտը տարելա։
Փորձում ես վառել։ Չէ, հələ չեմ մոտեցել, ուզում եմ առաժոներներ ցույց տամ հետևորդներիս, մեկ էլ ինչն է բացվել։ Նուշնա վայրի, հա, որ ցույց եմ տվել, դա հələ բացված չէր։ Հա, արդեն ուզում է բացվի, բողբոջել է լավ։ Ամեն ինչն էլ հերթով կբացվի, տաքություն է պետք ուղակի, ոնց որ մեզ է տաքություն պետք, որ տրամադրություններս բարձրանա, որ լավ զգանք մեծ, այնպես է բույսերը պետք է լավ տաքություն լինի, որ բացվեն, աճեն։ Ուզում ես փորձես Գարուշիկ, վառես, հələ փորձի։ Կվառվի տղաս, կվառվի, չի վառվի, ոչինչ։ Կչորանա վաղը միսօր Մոսկվիչի համար, որ բենզին բերի, մի փոքր լցնենք կվառվի։ Հիմա թացա չի վառվում։ Որ առնի բերի Մոսկվիչը խոտ տալու համար, մի փոքր շատ, բայց բենզինը ապասնի է։ Պետք է թռչենք, շորի կտորը դնենք ճյուղերի տակը, որ վառվի, իսկ այտենց լցել չէ Գարուշիկ, հանգարց չփորձես լցնել բենզին։ Վաղը լավ եղանակը ջերմոցն էլ չէ, արդեն պետք է մաքրեք, հա։ Վաղ ավելի տաք է։ Հա, վաղը արդեն ջերմոցը պետք է դատարկեն։ Հա, որ տանի ես է կգամ ձեր հետ։ Սխմի պետք է սխմի։ Այդան հաստ պետք կան։ Ոչինչ, Գարուշիկ ջան, իրեն կվառվի կնստի բալես։ Վառվի։ Ջերմոցի մեջի այս աստիճանները որտե պետք է դնեն։ Подожди։ Երևի ցախերի վրա։ Կապել է։ Կապավ սա արդեն չես տալ վառվի։ Այս շատ յորից շորնել լվանք, մի փոքր այդ մասը բան անեմ, կարեմ, ինչ-որ ծակ մաս ունի, քամին դռիվ, ոյ մի արա, իրար մի տուր, Գարուշիկ ջան, Սրանք էլ մեխակներն են, նորից ցույց տամ ձեզ, հələ ձույնը տեսեք, հələ դեռ ձուն կա։ Սա էլ մեր վայրի նշենին է, արդեն լավ բողբոջել է, կարծես թե ուզում է բացվել, մի թեթև արև լինի, արդեն լրիվ կբացվի։ Դեղցենու ծաղիկի նման ռոզվի ծաղիկներ ունի գեղեցիկ։ Մարաժոներն եմ ցույց տալիս, սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, բավականին հաստացել են։ Կարելի հանել, տեղափոխել, ունենց տեղ չկա հարմար, որ տեղափոխեմ։ Չնայած իրենց տեղը հարմար է, արևոտ է, լավ է։ Սիրելիներս, իսկ հիմա մեր մարգարիտկաները նորից ձեզ ցույց տամ, տեսեք ինչ գեղեցիկ, ծաղկել են, ավելի մեծացել է գլուխները ծաղիկների, իրենց հմայքը փոխանցում են մեզ, իսկ ես սիրով հմայվում եմ իրենց հմայքով, այս գեղեցիկ գունեղ մարգարիտկաներով, շատ սիրուն են, շատ եմ սիրում, իրենց հետ խոսում եմ, ինչքան դուրս եմ գալիս, սիրելիներս, անպայման պետք է իրենց հետ խոսեմ, գեղեցիկ բառեր ասեմ։ Սիրելի հետևորդներ ջան, սիրով ձեզ հետ միասին ման գալով մեր հողամասով եկանք հասանք
ծաղկանոցին։ Քամին այստեղ էլ է վնաս տվել, տյուլպաների տերևներն է ջարդել և մի քանի ծաղիկ էր նոր ծլած ջարդվել, հանել ենք։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ կրկին անգամ իմ շնորհակալական խոսքը հայտնել ձեզ բոլորիդ։ Շնորհակալ եմ ձեր բարի, ջերմ, քաղցր խոսքերի համար և շատ հպարտ եմ, ուրախ, որ ունեմ ձեզ նման բարի մարդկային թանկ հետևորդներ։ Եղեք առողջ և օրհնված։ Ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Ցտեսություն բոլորիդ, սիրելիներս, լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։